գիրքը ավարտում է հայտնի ողբով։ Ողբի ավարտը հենց դրան է բերում հանգեցնում, որ սա էր տիրում, նա է տիրում, կաշառակեր են, դաժան են, անարդար են եւ վերջում ասում էր երկրում չկար սեր եւ խիղճ։ Եվ դա բերեց հանգեցրեց այն վիճակին, որ երկիրը չհամախմբվեց իր թագավորին պաշտպանելու համար եւ չհամախմբվեց իր թագուհուն ազատելու համար։ Իհարկե պատմությունը չի սիրում եթեներ, որովհետև արդեն կատարված իրողություն է, բայց պատմությունը վերլուծել առանց եթեների հնարավոր չի։ Եվ մենք այսօր ստիպված ենք ասել, եթե Փարանձեմը իսկապես հանձնվեր, եթե Փարանձեմը բանակցեր, եթե Փարանձեմը ավելի գործողությունների դիմեր եւ ոչ թե միայն պաշտպանվեր եւ սպասեր իր որդու, եթե գուցե այլ կերպ կլիներ։ Այդ տեսակետից միանշանակորեն գնահատել Փարանձեմին շատ դժվար է, որովհետև բարդ կերպար է, բայց որ վառ անհատականությունը եւ շատ խիզախ դա ես չեմ կարող Վիոլետից չիմանալ, արդյոք նա կարող է լինել ոգեշնչող, գրական ստեղծագործության։ Անշուշտ, բայց որպեսզի ոգեշնչի ըստ երևույթին պետք է, այսինքն տեսակետ էլ ասեմ, թե ինչպես կարող։ Կուզենայի, որ առասպել չասեմ, բայց մեկնաբանությունները հայ ազգի գլխավոր խնդիր, անմիաբանություն, երկպառակություն, մի քիչ դրան այդպես դա շատ հուսահատեցնող է եւ ես կուզեի ասել, որ մենք այսօր նայում ենք ազգային եղած ազգի դիրքերից ֆեոդալական ժամանակաշրջանին, երբ ազգային ազգը դեռ չկար, ազգային ընկալում չկար։ Իհարկե պետք է։ Չէ, դե եթե կար ուրեմն պետք է մտածեին, որ պետությունն է կարևոր, այլ ոչ թե յուրաքանչյուրի դղյակը առանձին։ Ենթադրում ենք, որ խորենացին, երբ ածու բառը օգտագործում է եւ ինչ, իհարկե որոշ ընկալումներ կան։ Տեսնելով այս պատմությունը Փարանձեմի եւ թագուհությունը եվրոպական համատեքստում, որտեղ եթե բան անեք, ուշադիր լինեք, բազում են նման կարգի պատմություններ, երբ անձը, հատկապես կինը, պետական շահերի եւ անձնական կյանքի դիլեմայի առաջ է։ Ամբողջ Անտիգոնեից սկսած, ամբողջ կլասիցիստական գրականությունը սրա օրինակները։ Ինչ անենք, որ մենք այդ հարուստ մշակութային բանը չունենք, որպեսզի այսքան սևեռվեր այս կերպարի վրա եւ դարձներ դա իկոնա, նշանային մի բան դարձներ եւ կարեւոր լիներ մեր ընկալման, բայց այսօր մենք կարող ենք առիթներ տալ, որպեսզի այդպես դիտվի, ուրեմն եւ եվրոպական համատեքստում դրվի, որովհետեւ իսկապես այդպես է այդտեղ է տեղավորվում եւ երկպառակության առասպելին շատ այդպես ջրաղացին չլցնենք, որպեսզի այսօր այդ հետքերով չգնանք, կեղծ միասնության անհրաժեշտություն բան չանենք։ Քաղաքական եւ մի կարեւոր բան էլ ասեմ, Տիկին Խարատյանի ասած, որ տղամարդկային ուժային այդ քաղաքականության մեջ այդ մեթոդները գործում են մինչեւ հիմա։ Այսօր որպեսզի էլ ասենք, այսօր կինը քաղաքականության մեջ մտնելով կարող է շատ վտանգվի, որովհետև նա ենթակա է ստոր, ցածր եւ սեռային հարձակման մեթոդներին, այո, բիրտ եւ բռի, որը թույլ չի տա կնոջը ապահով լինել այնքան գոնե այդքան որ այդ տղամարդիկ ունեն, որտեղ եթե տղամարդուն սեռային բանով հարձակ թիրախ դարձնեն, ինքը չի տուժում, ինքը կարող է շահի նույնիսկ, չէ՞, այդպես այո, այսինքն ինքը ուժի մարմնավորում կլինի, իսկ կնոջ դեպքում կարող է այդպես խնդիրներ լինեն, ուրեմն այդ կարևոր եմ համարում շեշտել, որպես շարունակ արդիականացնել այդ խնդիրը։ Կեղծ միասնությունը ամենավտանգավոր երկպառակությունն է, խոսքը կեղծ միասնության մասին չէ, խոսքը իրական ազգային միաբանության մասին է, որի հիմքում պետք է լինի իսկապես սոցիալական արդարությունը։ Ես չեմ ասում, որ հայ հասարակության մեջ չլինեն հարուստներ եւ մի քիչ պակաս հարուստներ։ Ես ասում եմ, որ այդ այսօրվա տերմինաբանությամբ օլիգարխիան, որը եղել է նաեւ այն ժամանակ, պարակտել է երկիրը եւ ստեղծել է պետություններ պետության մեջ, դա ամենավտանգավոր բանն է հայկական պետականության համար։ Կներեք Տիկին Հակոբյան, դա բնականաբար ֆեոդալական հասարակարգին բնորոշ է եղել աշխարհի բոլոր երկրներում, բայց ավելի ուշ շրջանում 10-11-րդ դարերում, բայց այսօր կանգնել ասել, որ մենք միշտ ունեցել ենք անարդար իշխողներ, թագավորներ, դա շատ ում հանդեպ անարդար, կանանց թե ժողովրդի, թե կանանց, բոլոր թագավորների պետք չէ։ Այստեղ ուղղակի մի խնդիր ունենք, Արշակ ուզում է ստեղծել կենտրոնական պետություն, իսկ նախարարները, ովքեր կենտրոնախույս էին, ցանկանում են ամրանալ ամեն մեկը իր ամրոցում։ Ես հասկանում եմ, որ պատմիչը կարող է չգրել Փարանձեմի մասին, չի ուզում,
բայց լավ գրողները, լավ թեմա, Պարոն Բախտամյան, եւ դա որ մտնի շրջանառության մեջ կնոջ դերը հասարակության մեջ, նույնիսկ մեր կողքը վրացական մշակույթի մեջ փառահեղ կանայք դուք խոսում եք իշխանուհիներ կան։ ժամանակակից ստեղծագործական մտքի մասին։ Եթե վերադառնանք ամբողջ հայ պատմագրության կամ աղբյուրագիտական մեզ հասած գրականությանը, ձեռագրերին գրականությանը, մենք տեսնենք, որ իսկապես կանացի կերպարները համարյա չունեն։ Համարյա չունեն։ Զաբել Թաքուհի, ընդ որում բոլորը դիպվածային հիշատակումներ են, ոչ թե դերակատար որպես հիշատակումներ են։ Ինչը նշանակում է, որ իսկապես գոնե հայկական մշակույթը եւ հայկական հարաբերությունները այդ կանանց այն դերակատարումը չեն վերագրել, որը սկզբունքորեն ընկած է քաղաքական պատմության շարադրման տրամաբանության մեջ։ Մենք փառանձեմին չենք տեսնում իր դերաշրջանի ամբողջ մշակութային իրողության մեջ, մենք տեսնում ենք կոնկրետ քաղաքական դեպքերի ընթացքում նրա դերակատարումը որն է, որպեսզի հասկանանք ինքը դերակատար էր, այո, ինքը դերակատար էր կյանքում, ինքը դերակատար էր իր դերաշրջանում, կարծում եմ կնոջ համար չափազանց դժվար խնդիրներում որոշումներ ընդունել։ Ինքը պիտի հնազանդ կին լիներ, ինքը ամենայն հավանականությամբ հնազանդ կին չէր։ Եթե իր անձնական կյանքում, մասնավորապես նույնիսկ չսիրած ամուսնու կողմից երկրորդ կնոջը ինքը սպանել է տալիս։ Թագավորությունների պատմությունը լեցուն է այդ սպանություններով, թունավորումներով, արյունահեղությամբ։ Ես ուզում եմ անդրադառնալ, դուք քրիստոնեության հետ հարցը տվեցիք, որ բազմակնությունը իհարկե արդեն ընդունված չէր, եւ դա էր պատճառը, որ Փարանձեմի ամուսնությունը հայ եկեղեցին չի ընդունում, եւ նա մինչեւ վերջ այդ ցավը եւ այդ զայրույթը իր մեջ ունենում է։ Նա հայ եկեղեցու կողմից ընդունված կինը չէր արշակի։ Քանի որ մեր պատմագրությունը քաղաքական պատմության ընթացքը դիտարկում է դեպքերի իրար հաջորդականությամբ, մեր պատմության ընկալման մեջ կինը տեղ չունի։ Այս երկուսը լուրջ պատճառներ էին, որ մենք մեր աղբյուրներում շատ քիչ պեղենք ընդհանրապես դերակատար կնոջ կերպարը։ Մենք միշտ ունենք կամ տղամարդկանց ներքին անհամաձայնություն կամ տղամարդկանց որոշումներ եւ նույնիսկ չգիտենք կանայք եղել է դեպք որ իրենց ամուսիններին հակաճառեն։ Դա չի մեր պատմության մեջ։ Գուցե քանակի տեսակետից քիչ են տեղ հատկացրել, բայց հիշենք Եղիշեի այդ դրվագը Տիկնայք Կապկասում հայոց աշխարհի եւ նրանց դերակատարումը ինչպես ինքը շարունակում է ներկայացնել։ Կարող են պատմությունից եւ հենց մեր իրականությունից բազմաթիվ դրվագներ բերել եւ անձնազոհ եւ պատրաստ եւ գրագետ կանանց դերակատարումների։ Բայց իմ ասածս նա է տվյալ դեպքում, որ սա որոշ դիրքորոշման եւ արժեքային համակարգի գնահատական է։ Մեր պատմությունը սկզբունքորեն կանանց շրջանցում է այդ արժեքային համակարգում ներկայացնելիս, որ բնավ չի նշանակում, թե նրանք այդ արժեքային համակարգի ձևավորմանը մաս չունեին։ Միայն մեկ պատճառով, որ քաղաքական որոշումների մեջ կանայք դերակատարում քիչ են ունեցել։ Դա է պատճառը, որ ավելի քիչ տեղ ունեն։ Ասածս հենց նա է, որ համեմատաբար քիչ դեր են ունեցել, թե Շատ չէ, բնականաբար միայն մի փաստ, երբ 1918 թվականին Առաջին Հանրապետությունը ձևավորվում էր պարլամենտ, մենք ունենք կին падգամավորներ։ Այդ ժամանակ Անգլիայում նոր միայն թույլատրվեց, որ կանայք ընտրություններին մասնակցեն։ Եվ կարծում եմ այսօր ասել, որ հայ կինը յուրովի առանձնացված չէ հայ պատմության մեջ, կարծում եմ փոքր-ինչ ճիշտ չէ, որովհետև գուցե պատմիչները այն ժամանակ այդպիսի հնարավորություններ չեն ունեցել, որպեսզի գովերքեն նրանց քաղաքական դերակատարությունը, բայց նրանք տվել են մեզ տեղեկություններ, որոնց ենթատեքստերից մենք կարող ենք շատ բան այսօր քաղել եւ անդրադառնալով Փարանձեմին ու նշելով, որ նրան միայն հատկացվում է ընտանիքի լավ մայր, լավ կին դերը եւ քաղաքական է երկրորդային է դառնում, կարծում եմ, որ կնոջ համար, հատկապես Փարանձեմի համար, նրա այդ այսպես ասած ողբերգական պատմության մեջ լավագույն եւ ամենավառ կետը եղավ այն, որ նա դաստիարակեց հայ ազգային ու քաղաքական լավագույն գործիչներից մեկը, չմոռանանք այդ փաստը։ Եվ ինչքան էլ ասենք, որ հայ կինը պետք է անպայման զբաղվի քաղաքականությամբ, բնականաբար ոչ ոք չի ժխտում, բայց դրան չստորադասի իր ընտանեկան պարտականությունը, որտեղ դրանք երկուսը համատեղելի են։ Նախ որ ոչ միայն մեր պատմական, այլև այսօր ժամանակակից աշխարհում կանայք խոսում են, որ կանոնակարգված, կանոնի բերված ամբողջ պատմությունը կանանց անտեսել է, այնպես որ դա մեր
մեր պետք չի ժխտել, որ այդպես է նաև մեզանում։ Մենք կարող ենք մխիթարվել մեր բանահյուսությամբ, էպոսը չասեմ նույնիսկ, էպոսը հայտնի է բոլորին։ Նաև ժողովրդական տարբեր հեքիաթներում կա կնոջ ինքնասածիության, վճռականության նմուշներ։ Ես մի օրինակ եմ հիշում, որ մարդու կնիկ վիճում են, արտը ինչով կհնձեն, ասում է մկրատով։ Ինչ ասես անում է, այս կինը, իհարկե լավ օրինակ չի, բայց ասեմ, եւ այս կնոջը վերջը գցում է ջուրը, գետը տանում է, ընդեղից ասում է, ասա, փրկեմ, ինչով են արտանձում։ Խեղդվելով ասում է մկրատով։ Այսինքն խոսքը պարզ է, որ հոգուտ կնոջ չի այս դեպքում, իբր սխալ բան է ասում, բայց իրականում կնոջ համառության կա։ Դիրքորոշում ունեցող, թեկուզ նույնիսկ սխալ։ Բայց ես ուզում եմ վերադառնալ սկզբունքորեն արժեհամակարգին։ Գիտեր արդյոք Փարանձեմը, թե իրեն ինչ վախճան կարող է սպասել։ Եվ սա տեսական հարց է, հայեցողական հարց է, չգիտեմ։ Կարծում եմ, որ այդ ժամանակի ծնունդը լինելով ինքը կարող էր չբացառել, իհարկե կոնկրետ չէր կարող իման, բայց կարող էր չբացառել այդպիսի անարգական վախճանը եւ միշտ աչքի առաջ ուներ, նույնիսկ արդեն արտագերծը դատարկված էր, երբ որ պարսիկները եկան արդեն բան չկար, այսինքն դերձել ինքը կարող էր գուցե փախչել, բայց իր այդտեղ լինելու բուն փաստով հույս ներշնչել եւ պահել այդ ամրոցի կամ միջնաբերդի պահպանվածության գաղափարը մինչև որդին կգա եւ դրանով ազդել պարսիկների վրա, ինքնին նշանակում է, որ նա ես կարծում եմ չափազանց մեծ զոհողության էր գնում եւ այդ զոհողության նա գնում էր ոչ թե իր ամուսնու համար, այլ գնում էր իր երկրի եւ իր հայրենիքի համար։ Ինքը ակամա ներառված էր պատմության դեպքերի մեջ, բայց այդ ակաման ինքը արեց շատ արժանապատիվ եւ ես կարծում եմ ինքնին սա վկայում է, թե սկզբունքորեն, այո, ինչ կարող էր անել նաեւ հայկական ավականու ներսում հայկանակ։ Այն, ինչ նրանց այդպես էլ տևական եւ մինչեւ այսօր այդպես էլ չի թույլատրվում։ Շնորհակալություն։ Ես շատ կարճ մի նախադասություն ասեմ, այնուամենայնիվ ժամանակակից հայացքով էլի բան անենք, բերենք այսօրվա մեր կյանք, նայեք այս քաղաքում ինչքան ձիու արձան կա։ Մի հատ կնոջ, քո թաքուհու արձանը մտքներով չի անցել, որ կարելի է սարքել։ Եվ կնոջ արձանը Մայր Հայաստանի, որը անդեմ եւ ֆալիկ ուժային արձան է։ Կրկին տղամարդկային։ Շատ լավ անհետք է, իրականացնել երևի հաղորդումից հետո։ Շնորհակալություն։ Լսարանին հնարավորություն տանք իրենց վերաբերմունքը արտահայտել։ Խնդրեմ։ Փարանձեմը արեց այն, ինչ որ այսօր կկատարի ամեն մի հայ կին, եթե հայրենիքը գտնվի վտանգի մեջ։ Հրաշալի։ Ձեր քվեարկությամբ արտահայտեք վերաբերմունքը Փարանձեմ թաքուհու գործունեության վերաբերյալ ուշադրություն, քվեարկություն։ Քվեարկությունը տեղի ունեցավ, լսարանի 83% ողջունում է Փարանձեմի գործունեությունը եւ նաեւ ասված մտքերին թերևս 17% համաձայն չէ, ինչեւէ, բայց ինձ համար ամենահիասքանչ այս հաղորդումներից մեկն էլ խոսել թաքուհու մասին, որին քննարկում են կանայք։ Շնորհակալություն։